Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի կալանավորումը Գյումրիում մի քանի կոնկրետ բառերով են բնորոշում։ Ահավոր է մի բառով, խայդարագություն է, սա Հայաստան չի, չգիտեմ ինչ աշտոտ, չգիտեմ։ Դա ոչ թե նրան են կալանավորել, ամբողջ հայ ազգին, այսինքն քրիստոնեություն են կալանավորում։ Ներկա եղել եք հեչպատարակներին, սրբազանին։ Հա, ինչի՞ չէ, շատ մեծ հաճույքով, ինքը շատ գիտակ ու խելացի պատրաստված մարդ է, շատ գիտակ։ Երբևէ լսել եք, որ ինքը այսպես Ես մի բան գիտեմ, որ ինքը հայասեր է, սիրում է իր հայրենիքը եւ հայերին։ Այդ մի բանը հաստատ կարող եմ ասել։ Դա անպատվություն է, դա ազգային վիրավորանք է, վրդովմունք եւ հիասթափություն։ Մայրաթորում իրավապահների երեկվա գործողություններից ու թեմի առաջնորդի կալանավորումից հետո այսօր տեսախցիկի առաջ շատերը խուսափում էին խոսել։ Օրինակ հետևում եք եկեղեցում երեկվա տեղի ունեցածին, ինչ կասեք։ Կներեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում, շատ կներեք։ Չէ, չեմ խառնում, ես քաղաքականության կներեք։ Ոմանք էլ չցանկանալով տեսանկարահանվել տեսախցիկից այն կողմ թեմի առաջնորդի ձերբակալությունը շոու էին որակում, իսկ կալանավորումն անարդար։ Երեկոյան արդեն Սուրբ Յոթվերք եկեղեցում ժամերկություն էր։ Առաջնորդարանի դռները բաց էին, բայց թեմի առաջնորդի կեցարանը փակ էր։ Տերնշան քահանա Պարֆյոնովը երեք ամբողջ օրը Մայրաթորում սրբազանի կողքին էր։ Տերնշանի համար երեկվա իրադարձությունները, ապա սրբազանի կալանավորումը սպասելի էր։ Մենք որևէ բան սպասում ենք, երբ որ նայում ենք հերթականությանը։ Մենք հաշվելու տեսնելու հնարավորություն ունենք հոգևորականներս։ Եթե մակագրվում է այն դատավորին, որ 2 օր առաջ այլ arczepiskopos է ուրեմն կալանավորել, գիտեք ինչ, առաջ ասում եք կոմպյուտեր կար, որը նշում էին եւ ինքն էր որոշում, թե որ դատավորը պիտի դատի։ Այս մարդիկ դա հանետ արել են։ Հիմա իրենք են որոշում, թե որ դատավորը պիտի դատի։ Եվ այնտեղից արդեն անարդարությունը սկսում է։ Տերնշանը շարունակում է, arczepiskoposները առաջին կալանավորված եկեղեցականները չեն հայոց եկեղեցու պատմության մեջ, դրանով փորձում են վաղ սերմանել օրվա իշխանությունները։ Այն մարդկանց, ովքեր որ սիրում են գլուխ բարձրացնել այս իրավիճակի մեջ եւ իրենց գործողություններին հակառակ խոսել, բոլորին այսպես ինչ որ վախեցնելու մեսիջեր։ Հատեսեք, եթե սրբազանին արեցինք եւ այլն օրինակ եւ այլն։ Բայց դա չի ստացվի, որովհետեւ ժողովուրդը նախ այսօր այդպես է քնած չէ, ոնց որ ասում եք, լավ է հասկանում, եւ իրենք էլ են դա լավ հասկանում, եւ այս ամեն ինչը այդ վախի մտնորոշ ստեղծելն է իրականության մեջ։ Ինչ վերաբերում է սրբազանին առաջադրված մեղադրանքին, ապա իրենք է գիտեն, որ դա սխալ է, որովհետեւ եթե մի տարի առաջ նույն ասված խոսքերը հանցակար չէին պարունակում եւ դա իրենց դատախազության, այսինքն տված պատասխանն է, ուրեմն պատկերացրեք, այսինքն իսկ մի տարի հետո դարավ արդեն դա քրեական հանցանք, որ կարելի է փակել, մեկուսացնել, գոնե ասել տնային կալանք լիներ եւ այլն, տանել քրեակատաղորական, բարձ երևում է քաղաքական պատվեր։ Միքայել arczepiskopos Աջապահյանը շուրջ 4 դար առաջնորդելով Շիրակի թեմը բոլոր իշխանություններին է քննադատել, հաճախ անխնա։ 2008-ից հետո միակ թերևս թեմի առաջնորդն էր, ով այցելում էր բանտերում քաղբանտարկյալներին ու նրանց հացադուլները դադարեցնում։ Տերնշանը հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանին էլ է սրբազանը բանտում այցելել։ Նրան էլ է այցելել։ Վերևում նստածին ինքը լավ գիտի։ Այսինքն արդիկ քրեակատաղական հիմնարկում այցելել է Փաշինյանը։ Իհարկե։ Իր տիկինն էլ է եկել հանդիպել սրբազանի հետ, բայց դե երախտամոռ մարդիկ կան։ Փաշինյանն այսօր այսպես ասած հրադադար է հայտարարել մինչև հուլիսի 5-ը։ Ինչու հենց սրբազանի կալանավորումից հետո հետաքրքրվեցինք Տերնշանից։ Աստված գիտի, կարող է իր հետևում կանգնածներն են իրեն հասկացրել, որ պետք չի շատ սրել, ինչ իմանամ։ Ուրեմն, գուցե իր հերթական մանյովրն է, որ ժողովուրդ ավելի չսրվի այս իրավիճակում, որտեղ զգում է, որ ժողովուրդը
հակառակվելու, այս գործողություններին հակառակվելու, գուցե զգում ենք այդ ամեն ինչը, անում է այն, ինչ որ անում է։ Իսկ որ մի փոքր հանդարտեցնի իրավիճակը։ Հետո բայց մենք միամիտ չենք, որ ինքը այդպես պիտի ավարտի։ Տերնշանն ասում է ճաղերից այն կողմ էլ Սրբազանը շարունակում է ղեկավարել թեմը, թերևս միակ լավ բանը ըստ Քահանայի այն է, որ Սրբազանը ի վերջո ժամանակ կունենա հանգստանալու։ Հիմա Սրբազանը Աստծո ողորմությամբ նույնիսկ այս անօրինության պայմաններում Աստված ասում է ամեն չար բանից լավ բան կարող է հանել։ Մի փոքր հանգիստ կգտնի ֆիզիկական իմաստով։